Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը եւ այսօր Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը արդեն 3 անգամ մոտեցավ այս ամբիոնին, դիմելիս նշեց 2 ընդդիմադիր խմբակցությունների անունը, մոռացավ 3-րդ ամենամեծինը եւ ահա քիչ առաջ վերջինս հիմնավորեց, թե ինչու է այդպես անում։ Անկեղծ ասած, եթե այս հիմնավորումը չլիներ, հարց է ուղղելու պարոն Ղազարյանին, ինչով է պայմանավորված այդ մոտեցումը, արդյոք նեղացել եք մեզանից, որ մեր անունը չեք տալիս, չգիտեմ, խռովել եք, չեք խոսում մեր հետ։ Մի հատ այնպես պատգամավոր ունենք նախորդ գումարման ազգային ժողովում, ամբողջ նիստերի ընթացքում ասես մեջքանց էր մեզ նստում։ Հիմա սա դրա այլ դրսևորում է, ու փաստորեն պարոն Ղազարյանը քիչ առաջ հաստատեց, որ նա նեղացել է մեզանից, խռոված, ասում է, դուք ինձ վիրավորել եք, ենթադրվում է, նա նեղացել է մեզանից եւ սակայն հակառակ մի տեսանկյուն կա, պարզ չի, թե ինչի պետք է պարոն Ղազարյանը սկսել մեր հետ խոսել այն պարագայում, եթե մենք դառնայինք ընդդիմություն։ Դրան զուգահեռ պարոն Ղազարյանը ասում է, որ մեզ ըստ էության չի ընկանում որպես ազգային ժողովի պատգամավորներ, որովհետև մեզ դասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ուրեմն հերթական քաղաքացիների շարքին, ովքեր հետևում են այս նիստերին։ Ես չգիտեմ, հարգելի գործընկերներ, կամ դիմում եմ Հայաստան խմբակցության մեր գործընկերներին կամ մասնավորապես խմբակցության ղեկավարին, ես չգիտեմ, այս դերաբաշխումը դուք նպատակային եք անում, թե ոչ, թե պարոն Ղազարյանը դուրս է ձեր վերահսկողությունից, ամեն դեպքում խնդրում եմ կարգի հրավիրեք ձեր գործընկերոջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։